Հողային բարեփոխումը Արտաշես առաջինի ռեֆորմներից ամենաառանցքայինն էր։ Այն ուներ երկու թիրախ, մեկը բանակն էր, մյուսը հարկային տնտեսական ոլորտը։ Բանն այն է, որ այդ ժամանակ հայ գյուղացին ազատ էր եւ կազմում էր առանձին միավոր գյուղական համայնք։ Այսինքն գյուղում բնակվողները միավորված էին եւ կազմում էին համայնք եւ սրանով տարբերվում էին շատ երկրներից, որտեղ ստրկատիրություն կամ դրա նման որևէ հասարակական մոդել կար աշխատող։ Մեզ մոտ ստրկատիրություն չի եղել, անգամ խորհրդային այս ոլորտում ուսումնասիրություն կատարած պատմաբանները խորհրդային իշխող գաղափարախոսության պայմաններում նույնիսկ մարքսիզմի դիրքերից նայելով առանձին բացառություններով հանդերձ հիմնականում մերժում էին այս տեսակետը։ Եղել են իհարկե ստրկատիրության գոյության կողմնակից նաև հետազոտողներ, օրինակ Սուրեն Երեմյանը, բայց հիմնականում դիտարկվում էր, որ օրինակ Արտաշեսի ժամանակներում մեզ մոտ չի եղել նման բան։ Եվ ահա այս ռեֆորմը հենց ցույց է տալիս, որ այո, դասական իմաստով ստրկատիրություն Հայաստանում չի եղել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։